Ինչպես մայրիկը կարող է վերադառնալ իր սովորական կյանքին։ Լիարժեք իմաստով սովորական կյանքին վերադառնալը շուտ չի ստացվի, բայց որոշ սիրելի զբաղմունքներ կարելի է վերսկսել արդեն փոքրիկի կյանքի առաջին տարում։ Պարզապես դրա համար ջանքերն անհրաժեշտ։ Օգնության կհասնեն սլինգերը, էրգոպարկուճները, շերի պորտատիվ տաքացուցիչները եւ այլ ժամանակակից սարքեր, որպեսզի մայրիկը կարողանա շարունակել ակտիվ կյանքը։ Թատրոն գնալ նորածնի հետ ամենայն հավանականությամբ չի ստացվի, բայց թանգարան կամ սրճարան գնալը լիովին հնարավոր է։ Ժամանակակից հաստատությունները հաճախ հագեցած են տակտիր փոխելու սեղաններով եւ անվտանգ խաղասենյակներով։ Կարելի է նախապես ձեր երթուղու վրա նշել այն վայրերը, որտեղ կարող եք հարմարավետ ժամանակ անցկացնել փոքրիկի հետ։ Մի ամաչեք օգնություն խնդրել շրջապատից, եթե դա անհրաժեշտ է։ Նման զբոսանքը օգտակար է ոչ միայն մայրիկի, այլև երեխայի համար։ Նա ստանում է նոր տպավորություններ, ձայներ, հոտեր, դեմքի արտահայտություններ, անծանոթ բառեր։ Այս ամենը լրացնում է նրա փորձի պաշարը եւ հետագայում նպաստում է նորին հաջող ադապտացվելուն։ Ժամանակի ընթացքում դուք կսովորեք հասկանալ ձեր երեխային եւ նույնիսկ ինչ-որ բաներում կանխատեսել նրան։ Իսկ նա իր հերթին կսկսի հարմարվել ձեզ։ Եվ սա լավ նախադրյալներ են քնի եւ արթուն լինելու ռեժիմ ձևավորելու համար։ Ռեժիմի կանխատեսելիությունը կօգնի ձեզ պլանավորել օրը այնպես, որ կարողանաք ժամանակ հատկացնել սիրելի զբաղմունքներին։ Օրինակ, քնած եւ կուշտ երեխային կարելի է թողնել տատիկի մոտ, իսկ դուք ինքներդ գնալ զբոսանքի սիրելի գրքով։ Եթե աշխատանքը թույլ է տալիս, փորձեք աշխատել հեռավար։ Կարևոր է, որ աշխատանքը ձեզ հաճույք պատճառի եւ դուք զգաք կապ ձեր նախկին կյանքի հետ։ Բացի այդ, աշխատանքի ընթացքում մայրիկը կարող է հիշել, որ ինքն արդեն մեծահասակ, կարողունակ մարդ է։ Սակայն շատ կարևոր է ինքներդ ձեզ խոստովանեք, որ ճիշտ այնպես, ինչպես առաջ էր, այլևս երբեք չի լինի։ Այսինքն պետք է ձեզ ժամանակ եւ իրավունք տաք վշտանալու անցած կյանքի համար։